Անտոնոյան, դուք հետևում եք Ռուբեն Վարդանյանի Ադրբեջանում այդ դատավարական շոուին, թե ինչ է այնտեղ կատարվում։ Իհարկե, ինչպես կարող է, ես չհետևեմ այդ գործընթացներին, որոնք որ շատ ցավալի են։ Խոշտանգման է ենթարկվում, հայտարարություն տարածվեց երկաթներն, որպեսզի լրկեն, այսպիսի դրսևորումներ տեսանք դեմքի կապտուկները, Բակո Սահակյանի ատամները ցուցադրեցին, թե ինչ վիճակում է գտնվում։ Անտոնոյան, ինչ պետք է անի Հայաստանը մեր գերիների մասով, նրանք խոշտանգվում են այլ երկրում, պետություն իշխանությունն ասում է ամեն ինչ անում ենք, ինչ պետք է անի Հայաստանը։ Ես կարծում եմ կա որոշակի խնդիր կառավարության իշխանությունների կողմից ներկայացնելու իրենց գործընթացների վերաբերյալ, որոնք որ իրականացնում են, եւ հասարակության սպասելիքների։ Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձևով լուծվի։ Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն հանրայնացնելու իրենց գործողությունները, որպեսզի երկիմաստություն չլինի եւ հասարակության մեջ բողոք չառաջանա։ Կոնկրետ հիմա ներկապային նստածույց է Ազատության հրապարակում, հացադուլ է հայտարարել Մանեթ Հանդիլյանը, ինձ հետաքրքիր Անտոնոյանը, ինքը ձեր դասընկերն է, չէ՞ եղել պարոն Վարդանյանը։ Դաստը դպրոցական ընկերներ են, 1 տարի փոքր է էստից։ Դուք ինչու չեք միանում այդ նստածույցին, հացադուլին, որպես ի բողոքի նշան նրա դեմ իրականացվող խոշտանգումների։ Ես կարծում եմ, որ ես կարող եմ ավելի շատ անել, քան ստե հացադուլը։ Ինչ կարող եք անել, պարոն Անտոնոյան, որ չեք անում այս պահին։ Որոշակի գործողություններ անում։ Դուք անում եք անձամբ, չեք ուզում շակերտներ բացել։ Դա օգուտ կտա, բոլորն ասում են անում են, բայց փաստացի մենք տեսնում ենք պարոն Վարդանյանը այնտեղ խոշտանգվում է։ Որ ոչ թե որ բոլորն անում են, ես որոշակի տեղեկություններ եմ դիապետում եւ աշխատում եմ այնպեսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն։